Շարունակում ենք մեր եթերը սիրելի հեռուստադիտողներ, Մունետիկ մանկապատանեկան մշակութային հասարակական կազմակերպությունը հունիսի 5-ից 25-ը Իջևանում իրականացնում է «Տուն իմ նախնյաց» խորագրով հայրենաճանաչողական ծրագիրը։ Ծրագրի մասնակից են հանդիսանում Հայաստանի Հանրապետության մարզերի երիտասարդները։ Ծրագրի ընթացքում հրավիրյալ մասնագետների շնորհիվ ծանոթանան զգեստի պատմությանը, արվեստի պատմությանը, հայոց պատմությանը, նկարչությանը։ Իսկ թեման կքննարկենք հասարակական կազմակերպության նախագահ Հրաչյա Համբարձումյանի եւ ծրագրի արվեստաբան համակարգող Տաթևիկ Համբարձումյանի հետ։ Բարի լույս։ Բարի լույս։ Լավ եք։ Լավ, շնորհակալություն։ Դեղ եք նայում։ Այո։ Ինձ պիտի նայեք։ Արդեն ոնց հասկանում եմ հունիսի 5-ին մեկնարկելու է ծրագիր առաջին անգամ եք իրականացնում։ Ոչ, արդեն վաղուց 2002 թվականից սկզբում այլ ձևաչափով, խեցեգործական սիմպոզիումների ձևաչափով ենք իրականացրել, բայց արդեն գրեթե 5 տարի կամ ավել վերափոխել ենք, ճամբարային ֆորմատը վերափոխել ենք բարձվող բնակարանների տարբերակով։ Այսինքն ճամբարեր մի ժամանակ։ Այո, ճամբարային եւ մշտապես իրականացնում ենք ապարանում։ Հետագայում ինչ-ինչ խնդիրների պատճառով բնությունը մեզ համար անհասանելի դարձավ եւ մենք ստիպված ենք, այո, տարածքի պատճառով, անհեթեթ խնդիրների պատճառով ընդամենը 2 ամիս էր տարածքը մեզ տրամադրվում, պարզեց որ դա ինչ որ լուրջ խնդիր է ու մենք ստիպված ձևափոխեցինք մեր ձևաչափը եւ նաեւ տարածքը փոխեցինք։ Աջակցություն պետական, որտեղից օրինակ այդ տարածքը ձեզ տան, դուք այդ ճամբարը շարունակեք իրականացնել։ Ինչ երկար տարիներ դիմում ենք եւ դեռևս արդյունքի չենք հասել, այո։ Դեռ պայքարում ենք, որովհետեւ իրականում ամեն ձևաչափ իր առավելությունները ունի։ Բնության գրկում երեխաները շատ ավելի անկաշկանդ են, բնությանը մոտ են, սովորում են նաև բնությունը խնայել եւ խնամել, դա մեր առաքելությունների հիմքում է, բնության հանդեպ ճիշտ վերաբերմունքը, դա եւ լրիվ հակառակ բանն է կանում, ինչ այդ մարդիկ ուզում են դառնալ, չեն տալիս։ Իրականում եկեք մի քիչ հասկանանք բովանդակային առումով, քանի որ ասացիք երկար տարիներ ինքը գործել է եւ ինչ որ փոփոխության է ենթարկվել։ Այսքան տարիներ այդ երեխեքը ինչ են սովորում, այսքան պարբերաբար ծրագիրը կրկնվում է, թե ամեն անգամ ամեն տարի ինչ որ նոր ծրագիր եք մշակում։ Հետաքրքիր հարց է եւ շատ տեղին։ Տեսեք, ծրագիրը ընդհանրապես հականստեղծվել է 2000 թվականից, մինչ օրս մենք իրականացրենք տարբեր ծրագրեր։ Մի քիչ ինքը Տաթևիկին լրացնեմ, ինքը շատ շորտ ասեց, ես մի քիչ իրան բաղվեմ հիմա։ Սկզբնական ծրագրերը իրանք հիմնականում մանկապատանեկան էին, աղետի գոտու երեխաների համար էր։ Հետո աստիճանաբար ֆորմատը փոխվեց, տարիքը փոխվեց եւ սենց ինքը իր զարգացումներն ունեցավ։ Հետո մենք ունեցանք արդեն 3 ամսվա ընթացքում տարբեր տարիքայինների եւ տարբեր խնդիրների։ Ուղղակի հիմա այս վերջին 5 տարիները մենք արդեն հիմնականում վերնագիրը հայրենաճանաչողական գաղափարախոսության տակ իրականացնում։ Վերնագիրը «Տուն իմ նախնյաց» այս տարվանն է տենց ընտրված։ Ինքը սկզբում ոնց նշեց Տաթևիկը ծրագրերը մեծամասամբ դրանք լինում էին վրանային, դա իր հետաքրքիր ֆորմատ ուներ եւ իր հետաքրքիր տարբեր դրսևորումներ ուներ։ Հիմա անում ենք սեփական տուն վարձելով, ինչի համար, որովհետեւ սա նաեւ իր հետաքրքիր մյուս կողմերում դա շրջիկ է, տարբեր մարզերում ես կարողանում իրականացնել, վրանային ֆորմատ ինքը բավականին պատասխանատու եւ բարդ է։ Այդտեղ ներդրումները ամեն ինչը շատ ավելի շատ է եւ ծավալուն է։ Այդտեղ միայն տարածքի արկայությունը բավարար չի, տարածքը պիտի նաեւ համապատասխանի։ Ուղղակի տարածքներ շատ կան, բայց տարածքը պիտի համապատասխանի քո ֆորմատին եւ միջազգային չափանիշներին, այլապես դու ուղղակի կապահովես տեսքը, բայց այնտեղ երբ որ դու ծրագիրը սկսում ես իրականացնել, ինքն իր հետ բերում է տարբեր խնդիրներ։ Ստեղ է խնդիրը, որ ուղղակի տարածքի հարց չի դրա համար։ Իսկ սեփական տան պարագայում արդեն փոխվում է սկզբունքները եւ ծրագրի ֆորմատն է նաեւ փոխվել այդ ժամանակ ավելի շատ գործիքակազմը այլ էր, հիմա մի քիչ ավելի այլ է։ Եվ հիմա եկեք հասկանանք ինչն է տարբերությունը, որ տարիք երեխեքն են կարողանալու մասնակցել, ինչ ձևաչափով վճարվում է, չի վճարվում, ինչքան ժամանակ է տևում այդ մասնակցությունը, փորձենք այդ հասկանալ։ Շատ լավ, այս ծրագիրը ինքը ուրեմն կտևի 2 ամիս, նախապատրաստական փուլ, բուն միջոցառում իրականացման փուլ եւ ծրագրի ավարտ։ Ծրագիրը ֆինանսավորվում է գրեթե միշտ մենք ծրագրերը մեծամասամբ մեր եղել են հովանավորչական։ Այս ծրագրերը, որ մենք իրականացնում ենք վերջի տարիներին, դա ԿԳՄՍ նախարարության ուրեմն հովանավորության ներքո է լինում։ Եվ դա շատ լավ է, ես շատ ուրախ եմ, որովհետև սա շատ կարևոր ոլորտ է ինձ համար, ես տենց եմ համարում, որովհետև շատ կարևոր է դա, կնշեմ հետո ինչի համար։
Մասնակցությունը անվճար է ծրագրին, մասնակիցներ աշխատանքային արդեն խմբում լինում են ընդամենը 20 մասնակից, 10 մասնակից երկու խմբով, հերթափոխով 10 մասնակից մասնակցում են, մի փոքր դադար, հետո մյուս 10 հոգի։ Այս 20 մասնակիցները ընդհանուր ծրագրի ֆորմատը հետևյալն է. միասին աշխատում ենք, ստեղծագործում ենք միևնույն հարկի տակ, ծանոթանում ենք տարբեր պատմամշակութային վայրեր ենք այցելում տեղերում աշխատելով, գալիս են տարբեր վարպետության դասավանդողներ, ովքեր ծանոթացնում են կերպարվեստի տարբեր ոլորտներ, պատմություն, ընդհանրապես հայրենաճանաչությունը մեզ մոտ մի քիչ այլ կերպ է անցկարվում, նախ առաջին են բացում ենք այս գաղափարը ինքը ինչ է նշանակում, նոր անցնում ենք արդեն աշխատանքային process-ին, որտեղ սա շատ էական է։ Ինքը ուղղակի աշխատանքային process չի միայն ապահովում։ Վերջում ունենում ենք մեկ ստեղծագործողների այս աշխատանքներով ցուցահանդես, հենց այն մարզում կամ այն տեղում, գյուղում, քաղաքում, որտեղ որ մենք իրականացնում ենք ծրագիրը, տվյալ դեպքում Իջևանում այնտեղ ենք անելու ցուցահանդեսը հաշվետու եւ վերջում ունենում ենք արդեն եզրափակող ցուցահանդես Երևանում։ Եվ տպագրվում է փոքրիկ ցալաթերթ կատալոգ մենք այտենց միջին ֆորմատի, որը արդեն ամբողջությամբ արտահայտում է ծրագիրը, աշխատանքներն են լինում տեղ տպագրված մասնակիցների, որ իրենց հետագայում արդեն շատ օգնում է տարբեր տեղեր ներկայանալու կամ իրենց նախկին փորձը ներկայացնելու համար։ Մասնակցողները շատ են ուզում երեխեքը գալ։ Ցանկացողները տարբեր, ամեն դեպքում երբեք պակաս չենք ունենում, մենք մինչև ծրագրի սկսելու ունենում ենք մեծ աշխատանք, օրինակ ոչ միայն ընտրության, նաև ծանոթացնում ենք ծրագրի էությանը, օրինակ Իջևանում այս տարի համալսարան ենք այցելել, բոլոր ֆակուլտետներում ներկայացրել ենք ծրագիրը, ամեն տարբեր է լինում է, որ եղել են ծրագրեր, որ միայն մասնագետների ենք ընդգրկել, եղել են ծրագրեր, որ կարևորել ենք, որ այլ մասնագիտության երիտասարդներ ներգրավեն։ Ես լրացնեմ Տաթևիկին, նախապատրաստական փուլում մենք այցելում ենք բոլոր այն կազմակերպությունները, կազմակերպությունն եւ իրենց երիտասարդներին, ովքեր որ մեզ նախապես արդեն մենք ծրագիրի գրից համաձայնեցրել ենք։ Որ դա կարող են 5-6 տարբեր կառույցներ, հասարակական կազմակերպություններ, բուհեր եւ ծրագիրը եւ ներկայացվում է եւ նաեւ ծրագրից մի հատված էլ իրականացվում է այս ընթացքում։ Երիտասարդները ծանոթանում են ծրագրին, այս նախապատրաստական փուլի ավարտին իրանք արդեն ներկայացնում են իրենց հայտերը, ովքեր ուզում մասնակցեն։ Տվյալ կառույցները համագործակցելով մեզ հետ ընտրում են իրենց մասնակիցներին, արդեն մեզ ուղարկել ծրագրի բուն միջոցառումների իրականացման ընթացքում արդեն իրենց մասնակիցներին իրենք ուղարկում են ծրագրի մասնակցել։ Ինչ տարիքային ցանցակ է հիմա։ Այս ծրագիրը երիտասարդների համար է 16-ից 30 տարեկան։ Նու հիմա օրենքը փոխվեց։ Չէ, որտեղ հետաքրքրությունների հաստատ 30 տարեկանի ու 16 տարեկանի հետաքրքրությունը նույնը չի կարող լինել։ Հետաքրքիր բան եք ասում, տեսեք, եթե օրենքի տեսանկյունից նայենք 16-ից 30 տարեկանը մեզ մոտ համարվում է երիտասարդ տարիքը։ Հետաքրքրությունների առումով, եթե խնդիրը մենք ճիշտ ենք ձևակերպում, ամեն մեկը իր տարիքում, իր ունեցած խնդիրներով եւ իր աշխարհայացքով կարողանում է իր չափով ամփոփել էս։ Եվ ստեղ ինչն է հետաքրքիր ստացվում, երիտասարդը ուրիշ խնդիր է բերում, մեծը ուրիշ։ Երկուսն էլ կարող են այս միքսում իրարից տալ ու վերցնել, որտեղ երիտասարդ սերունդը մանավանդ հիմա այս մեծ ժամանակները, նոր ժամանակները շատ ամեն ինչ շատ ավելի արագ է ու կարծես թե մեզ մոտ կա արդեն ցանկություն, միտում, չգիտեմ, երիտասարդների մոտ դեպի արագ ընթացող աշխարհին մոտենալու։ Աշխարհը շատ արագ է գնում, մենք դեռ շատ հետ ենք դրանից, բայց ես զգում եմ, որ տեսնում եմ արդեն, որ այդ ցանկությունը երիտասարդները, որ դրսի բուհերում սովորում են, աշխատում են, այդ մեծ ցանկությունը կա աշխարհի հետ արդեն մրցակցելու, միգուցե նաև մոտենալու, դրա համար այս փուլերը իրար օգնում են, ես տենց եմ կարծում, որովհետև փաստը դա է ցույց տալի։ Ավակ սերունդը ասածը եթե վերցնենք, այս դեպքում ավակ սերունդը մի քիչ դժվար է ասել, մի քիչ տարիքով ավակ իրանցից, հա, միգուցե իրանք այդքան մոտ չեն դրան, բայց հասկանում են, որ աշխարհը շատ արագ է հիմա ձևափոխվում, արագ է ընթանում ամեն ինչը, իրանք եւս ունեն ձգտում հետ չմնալու այդ ամեն ինչից, բայց այդտեղ շատ կարեւոր է հասկանալ ինչ է կատարվում։ Այդ հայրենաճանաչությունը մենք մեզ համար մի հատ բարձենք ինքը ինչ է։ Շատ դեպքերում, երբ որ խոսում ենք, ներկայացնում ենք, շատ լավ հարց եք դուք տվել էլի, երբ որ այդ ներկայացնում ես, թե ինչ բան է հայրենաճանաչություն, շատերի մոտ դա կամ պաֆոսով հնչող մի հատ ինչ-որ վերնագիր է, որտեղ հիմա կպատմենք մի հատ բեղերով մի հատ մարդ եկավ կրակ
փակեց բան կամ ինչ որ էս տեսակ բան կամ ինչ որ, բայց երբ որ բացատրում ես հայրենաճանությունը դա մի լայն հասկացություն է, որտեղ որ դու պատկերացնում ես, դու ընկալում ես, թե քո դերը, քո ունեցածը, քո անցածը, քո ներկան դա ինչ է, դա որ ասպեկտն է, աշխարհի մեջ դու որ դարում ոնց ես եղել, հիմա ինչ ունես, ինչ կարող ես տալ, ինչ կարող ես վերցնել, ինչ ունես, դու կարող ես շատ բան կարողանաս տալ պոտենցիալով, բայց դու շատ քիչ բան ունենաս եւ հակառակը ինչ որ բաներ ունենաս, որ ժամանակի համընկումով կամ ինչ որ իրավիճակներից ելնելով դու շատ բարձրում ես հայտնվել մի պահ, բայց եթե դու դրա կարողը չես, դու դա շատ արագ կկորցնես։ Եթե դրա կարողը չես, մենք ունենք մեր կյանքում տարբեր փաստեր այդ տեսակ, այս ժամանակահատվածը մեզ դա ցույց տվեց, եւ հիմա մենք շատ կարեւորում եմ դրա համար, որ մենք կարողանանք շատ գրագետ միանալ աշխարհին, դու գնում ես դեպի միանալու այդ համաշխարհային մեծ process-ներին, այդ պապկաները, բան առաջարկները քո թևի տակ, այդ սեղանի շուրջ լիիրավ ես նստելու, թե դու գնում ես ինչ որ բան լսելու, ինչ որ բան մուրալու կամ ինչ որ բան հասկանալու, միգուցե կոպիտ անճում, բայց պիտի ճիշտ ըմբռնենք այս ամեն ինչը։ Այլապես դու ամեն տեղ կլինես անընդհատ ուշացած։ Այս գիտելիքների իհարկե մենք չենք կարող փոխանցել, բայց մենք կարող ենք ցույց տալ, թե ինչ է կատարում, մենք կարող ենք ճանապարհը ցույց տալ։ Այդ մյուս կառույցները արդեն դրանք կրթական, դրանք պրոֆեսիոնալ տարբեր ինստիտուտների, այդ մյուս կառույցները իրանք պիտի լրացնեն դա, որ դու մոտենաս աշխարհին։ Կապ չունի դու 30 տարեկանից 16 թե 14։ Օրինակ հիմա մեզ մոտ փոխվեց երիտասարդության տարիքը արդեն։ Այդ օրենքը ընդունվեց աշխարհում, վաղուց էր դա ավելի ցածր տարիքից սկսվում։ Դրանք մարտահրավերներն են, որոնք գալիս գնում են։ Մենք տեսեք 2 տարի առաջ, 3 տարի առաջ դու կարող էիր մի բան անել, որը օրենքի մեջ շատ հստակ գործում էր, բայց հիմա արագ process-ների մեջ դա փոխվում է, օրենքի ինքն էլ է փոխում դա, եւ դա ճիշտ է, որովհետեւ ինչ որ ակտուալ էր 3 տարի առաջ, դա արդեն ակտուալ չի։ Դա կարող է ինչ որ ժամանակ առաջ էլ դու երկար կարող վերցնել մի 20-30 տարի, 40 տարի կամ չգիտեմ սովետական միության ժամանակին մնաց 70 տարի, դու այդ գիծը համար վերցնում ես քո թորը, քո բանն ու գալու նույն սենյակում են աշխատում, նույն ինժեներն են կոչվում, նույն, բայց հիմա աշխարհը շատ մեծ է։ Ու այդ սահմանը շատ բաց է, շատ արագ է։ Բոլոր ոլորտում, մշակույթ, տնտեսության մեջ, չգիտեմ, բանակ, քաղաքականություն, բոլոր ոլորտներում։ Դուք լավ եք ասում, ես հասկանում եմ, որ աշխարհը տեխնոլոգիապես առաջ է գնում, եթե մենք խոսում ենք մարդկային օրգանիկայից, ես հավատացնում եմ ձեզ, որ այդ ոչ մի ձև նոր դուրս եկած տեխնոլոգիայի հետ չի համընկնում մարդու զգացողությունները։ Հիմա նորից օրինակ սարքում են դպրոցը 7 տարեկան։ Առաջ է գնում, դուք ասում եք երիտասարդության շեմը փոխվել է, բայց ոնց եղավ, որ դպրոցը սարքում են 7 տարեկան։ Այն ժամանակ մենք դեռ էլի խաղում էինք եւ 7 տարեկանում շատերս քնում էինք դասի ժամանակ, երբ դա սարքեցին 6 տարի, որովհետեւ իբր ինչ որ բան փոխվել էր, նույն բանն էր կատարվում, որտեղ մարդու օրգանիզմը պատրաստ է նրան, ինչին պատրաստ է։ Ես երբ խոսում եմ 16 եւ 30 տարեկան մարդկանց հետաքրքրությունների ընդհանրության մասին, հարցս հետեւյալն է, որ մենք որքան էլ որ հասկանում ենք, որ ինֆորմացիան շատ է եւ երիտասարդներ ունեն այն ինֆորմացիան, որը գուցե մենք 30 տարեկանում չունեինք, բայց ընկալման առումով, մարտահրավերների առումով ինձ թվում է, որ ներքին զգացողությունների առումով 16 տարեկանը նույն առաջվա 16 տարեկանն է, 30 տարեկանը եւս, եւ մենք այդ փորձառությունները կամաց ենք հաղթահարում, որպեսզի պատրաստ լինենք այդ կամաց եկող մարտահրավերներին։ Հիմա երբ մենք խոսում ենք օրինակ հայրենասիրության կամ հայրենաճանաչության մասին, ես վստահ եմ, որ գուցե 16 տարեկանը շատ ավելի եռուն պատկերացումներ ունենա ու շատ ավելի ըմբոստ լինի հայրենիք բառի հանդեպ, քան 30 տարեկանը։ Ու ոչ թե որովհետև նա հայրենասեր չի, այլ նրա անցած ճանապարհը եւ փորձառությունը տվել է նրան հնարավորություն ընկալման այլ ձևաչափ։ Այո։ Ես բան չունեմ ասելու, հիմա 70 տարեկան էլ կա, նույն 14 տարեկանում եմ մնացել եւ իր կյանքում ոչինչ չի փոխվել։ Ոչ մասնագիտական առումով, ոչ գիտակցական մակարդակում։ Իր համար են, որ ասում ես մի փոքր տեղ այդտեղ կա, ջուր կա, հաց կա, լավ է։ Բայց եթե մենք խոսում ենք, այսինքն այն հարթակի մասին, որտեղ հավաքվելու են մարդիկ, ովքեր պիտի ունենան տարբեր թեմաների վերաբերյալ մի ընդհանուր հետաքրքրություններ, ես այստեղ մտածում եմ, որ իրենց ընկալումները եւ պատկերացումները տարբեր են լինելու։ Մեկը շատ ավելի ոգևորվող ու ըմբոստ է լինելու, մյուսը լինելու է շատ ավելի հանգիստ ու մտածելու է, որ դրանով ոչ միտեղ չես հասնի,
ավելավ է կամած, այսինքն որովհետև ինձ համար ճամբարը դա ինչ որ ջահելների հարթակ է, էլի, պատանիների, շատ լավ նկատառում է, տեսեք, օրինակ ծրագրի ընթացքում մենք ունենք հենց հիմա շատ ինտենսիվ աշխատում ենք միջև աշխատանքային փուլը, հա, մենք ունենք այնտեղ զգեստի վերականգնման այս process-ը, մեր պատմական զգեստներից մենք պիտի փորձենք ծրագրի ընթացքում ժամանակահատվածը, որը տվյալ դեպքում համընկնում է այդ տարածաշրջանին, շատ ավելի մոտ ենք մենք վերցրել Զաքարյաններ կամ Բագրատոնիներ, որ այդ տարածաշրջանին ավելի ավելի հարստացնող է։ Տեսեք, 16 տարեկանը, երբ որ դուք շատ լավ եք ասում, բայց տեսեք իրենց աշխատանքային բանը որտեղ է համընկնում։ Երբ որ 16 տարեկան ինքը պիտի կտրի, գծի, մտածի, նայի, այն 30-ը, որ արդեն երկար ճանապարհ անցնում, ասում է, նայ, տես, հենց երեք մենք երկար դա քննարկում ենք, ասում է, տես, եթե դու զգեստը սենց ձև ես, մենք կունենանք սենց, հիմա քո ասածով այս է շատ ակտիվ արինում, բայց մենք սա կկորցնենք։ Դե ասում է, տես, մանրանկարի մեջ օրինակ զգեստը սենց է տալի, այն մեկ ասում է, դե տես, եկեղեցու վրա քանդակը սենց է տվեցավ։ Այո, փորձառության մասին է խոսքը, ես էլ հավելեմ այդ առումով, նայեք, մենք հրավիրում ենք ոլորտի լավագույն մասնագետներին, ովքեր մեծ փորձ ունեն եւ իրենց գիտելիքը միայն դպրոցի եւ բուհական գիտելիքի վրա չի հիմնված, այդ մարդիկ, ովքեր նաեւ հավելյալ տարբեր ճանապարհներով հարստացրել են եւ ավելի մեծ փորձ ունեն եւ նաեւ հիմնականում մենք ունենք ոչ ֆորմալ կրթության ձևաչափի մեջ ենք մեծ մասամբ աշխատել, այսինքն ինչ է դա նշանակում, ավելացնում ենք այն ինչ որ չկա մեր բուհական համակարգում եւ մեր դպրոցական համակարգում եւ դա անում ենք ընտրյալ մասնագետների շնորհիվ, այսինքն հետեւաբար եւ 16 տարեկան եւ 30 տարեկանը անցել են մեր կրթական ուղին, հա, եւ այն պակասը, որ մենք լրացնում ենք, թե խորության տեսանկյունից, թե առարկաների տիպի, ասենք նույն արվեստի պատմությունը ոչ դպրոցում ենք անցնում, ոչ հարյուրավոր բուհերում, շատ քիչ հումանիտար ոլորտներում, որ արվեստի պատմություն ներառված է։ Նույնը զգեստի պատմությունն էլ հաստատ ինքը երևի միայն մոդելավորողներն են անցնում։ Այսինքն սա մի գիտելիք է, որը վստահաբար կհետաքրքրի եւ 30-ին եւ 16-ին։ Եվ շեշտը որակյալ մասնագետն է, ով որ տալիս է այն գիտելիքը, որ այս տարիքային երկու շեմերն էլ լինում է, որ դուք օրինակ այն մասնակիցները, որոնք ուզում են ներկա գտնվել ձեր մշակած կրթական այսեն, որ ասում փորձառությանը, իրենք ասեն, իրենք ինչ կուզեին իմանալ կամ սովորել։ Իհարկե։ Օրինակ ասեն, եկեք սենց մի առարկա մտցնենք, ես ուզում եմ այս մի բանը իմանամ։ Իհարկե, դա հենց ամենակարևոր կետերից մեկն է, որովհետև հենց այդ ձեր քիչ առաջ նշածով, տեսեք, 16 տարեկանը ինքը բերում է տարբեր արգումենտներ, թե ինչ է սա կարևոր, թե ինչ է այս է ես կուզենայինք կամ մենք կուզենայինք, ավելի ավակի հետ այս մեծ տարբեր հանդիպումներ ենք ունենում մինչև ծրագրի կազմակերպելը։ Ծրագրի ընթացքում էլ ենք ունենում տեղի բնակչության երիտասարդության ավագ սերնդի, որտեղ աշխատում ես շփվում ես շատ մեծ է շփման ոլորտը։ Ակտիվացնում ենք մարզերը, էլի, տեղացի արվեստագետների հետ մշտապես հանդիպումներ ունենք, մշտապես ներառվում են տվյալ մարզի արվեստագետներ։ Ու այս փորձի ժամանակ լինում է այդ դիսկուսիա, այդ քննարկումը, իրանք բերում են տարբեր, ասում են օրինակ տեսեք, մեր մարզում այ օրինակ սա սենց է, բայց այստեղ ասում տեսեք, ձեր մարզում սա եթե դուք կարծում եք չկա, միգուցե դա հիմա չկա, բայց եթե դուք նայեք այսքան ժամանակ առաջ, ձեզ մոտ եղել է մի քիչ ձեզանից հեռու Վրաստանում այս մշակույթը շարունակվել է, ձեզ մոտ այս մեկը ընդհատվել է։ Հետո ասում մի քանի ամիս հետո ինձ նանգում է այդ աղջիկը, գիտեք, մեր մոտ ընկերներ մենք դասած բան ենք, թե մենք կարանք, ասում կարող ենք, ինչի՞ չէ։ Այս աշխատանքը համատեղ, ինքը եթե ճիշտ ճանապարհով է գնում, անպայման այն անկյունները, այն խութերը, որոնք որ խանգարող են, դու քո փորձով, քո ունեցած այդ ամբողջ արսենալով նախքին դու կարողանում ես այդ խութերը հեռացնել, թողնել այն իսկական մասան, որը որ կարող է պտուղ տալ։ Այդ պտուղներից օրինակ տեսեք, մեր մասնակիցներից միջև հիմա արդեն մենք ունենք մասնակիցներ, որ ստեղծել են իրենց արվեստանոցները։ Լճաշենում ունենք աղջիկորի արվեստանոցը ստեղծել այնտեղ աշխատում է։ Ունենք Իջևանում տղա, որ ստեղծեց այս վերջում ինչ որ դանդաղել էր բանը, բայց լավ ակտիվ սկսել էր ինքը, երեխեք հետ էր աշխատում, մեծ արվեստանոցեր արդեն բացել։ Տարբեր մարզեր ունենք երեխեք, որ Եվրոպայում են աշխատում, ստեղծագործում դաս են տալիս տարբեր ծրագրերով, բայց մեզ մոտից են գնացել, մեր ունեցածով են գնացել, մեր տվածը վերցնելով են գնացել, որտեղ ինքը բացարձակ այդ ոլորտի աղջիկ չի եղել, բայց մեզ մոտ սովորածը այնտեղ ինքը շատ լավ կարողացել է օգտագործել։ Այս տարիքային մասնակից կա։ Եվս 20 մասնակից պիտի ընտրվի։ Դեռ չենք ընտրել բոլորին։
Երբեմն լինում է, որ տարբերակներ են գտնում ներգրավելու, ասենք ազատում կնդրի տեսքով կամ եթե ընթացքում ինչ-որ մեկը գնա, ինչ-որ ճկուն բաներ լինում են։ Հիմա ուր են գալու, որտեղ են մնալու, չեն անելու, Իջևան։ Հիմնական տեղը տուն է վերցված, հա։ Սեփական։ Բոլորը պիտի մնան այնտեղ։ Տեսեք ոնց է, ուրեմն Իջևան քաղաքին կպած կա նա շատ հետաքրքիր գյուղ, Գետահովիտ, ինքը շատ հետաքրքիր լանջի վրա է, տեսարդաշտը շատ լավն է եւ այդտեղ այդ աուրան այդ տների կառուցվածքն շատ հետաքրքիր է, այդտեղ ստեղծագործելը մա շատ հարուստ է, դրա համար շատ հարմար։ Էտյուդ էլ է կանում։ Պայման։ Դրա համար ընտրում ենք այդ գյուղը հիմնականում։ Այս մի քանի տարի մենք հիմնականում այդ գյուղում, բայց տարբեր մասերում ենք տներ ընտրում։ Գալու ենք աշխատանքային process-ում հունիսի 5-ից մասնակիցները ժամանելու են այդ գյուղ նախապես վարձակալված արդեն տուն։ Ամբողջ օրը անցկացնում ենք մենք ընդհանուր միասին։ Ստեղծագործում ենք միասին փոքր խմբերով, ասենք մի խումբը կարող է մի 4-5 հոգի գնա մի ուրիշ տեղ, մի 4-5 հոգի մի ուրիշ տեղ, հետո արդեն մի 2 օրից մենք ունենում ենք արդեն այցեր պատմամշակութային վայրեր այդ մարզում։ Կարող է գնանք Մակարավան, կարող է գնանք Գոշավան, կարող է գնանք Մաթոսավան, կարող է մեկ Ձորակ գնանք, մի ավելի ուրիշ հետաքրքիր տեղ գնանք, պատմական այնտեղ կա Աշոտ Երկաթի բերդ, նույն ասենք շատ բերդեր կան, որ տարբեր անվանումներով կամ ասենք վերագրում են, չենք կարող փաստենք, բայց այնպես բաներով գիտենք։ Իրենք վճարում են այդ գալու համար։ Ոչ։ Ծրագիր ամբողջ։ Ճանապարհի համար նկատի ունեք։ Թե մասնակցության գալ մնալ ճանապարհը իրանք ճանապարհը իրենք են հոգում, բայց տեղում արդեն սնունդ ամեն ինչը մենք ենք արդեն հոգում, նյութերը բան մենք ենք տրամադրում, մենք ասելով դա այդ ամբողջի թիկունքում կանգնած է ԿԳՄՍ նախարարությունը, մենք համագործակցում ենք իրանց հետ եւ իրենք էլ ֆինանսավորում են դա։ Ամբողջը մասնակցեց, ընդհանրապես մնում է ակտիվ մասնակցելը եւ իր ամբողջ կարողությունները ներդնելը այդ process-ին։ Ինչ տարիքային խումբ է այս անգամ ավելի գերակշռում։ Դեռ չունենք ինչի համար, որովհետև հիմա դեռ ընտրվում է։ Տեսեք, օրինակ ես հենց այսօր մենք էլի հանդիպելու ենք մեկ այլ կազմակերպության հետ, որտեղից մեզ իրանք պիտի տրամադրեն Արցախի մասնակիցներին արդեն։ Ես մենք միասին ներկայացնում ենք ծրագրերը մեր մյուս անդամներից էլ տարբեր կազմակերպությունների հետ։ Ներկայացնում ենք մեր ուրեմն ծրագիրը էությունը եւ ընտրության կարգը։ Իրանք արդեն երբ որ կընտրվեն մասնակիցները, արդեն մեկ ամսի 3-ին 4-ին կունենանք բոլոր կազմակերպությունից մեզ տրամադրված իրանց ցուցակները։ Նոր արդեն մենք արագ իրանց հետ կապ ենք հաստատում, շատ կարճ ընթացքում ներկայացնում ենք ինչ պիտի ունենան իրանց հետ, ինչ պետք չի, որ այդ տարբերություններն լինեն։ Այդ առումով մի բան հիշեցի, այդ երբ որ անցկացնում ենք ապարանում, դա այնտեղ վրանային էր հիմնականում ծրագիրը, աղջիկներից, ուրեմն աղջիկներին, երեք ընկերուներին, չեմ հիշում, որ մարզից էին, պիտի իջնենք ուրեմն ապարան քաղաքում ցուցահանդես էինք արել, դրանից առաջ մանկապատանների ծրագիր էր, հիմա երիտասարդներ ընթանում այդ պահին, մանկապատանների աշխատանքները պիտի գնանք շուտ այդ ցուցահանդեսին մասնակցելու։ Աղջիկներից մեկը մոտեցել է մազեշում, ընկերեջ բանը ֆենը որտեղ դեպի միացնել, ֆենը որտեղ դասում ես չեմ լսում զբաղված եմ, դա մի աղջիկներից մեկը ասաց, հեն այն ծառետա կա։ Կուրիոզ բաներ լինում է այդ ընթացքում, բայց այդ բաները հարստացնում են ու հետաքրքրացնում են ամբողջ ծրագիրը։ Արդեն քանի տարի է որ գործում է, ասացիք 2000 թվականից գրանցվել է կազմակերպությունը։ Առաջին ճամբարը 2002 թվականին։ Այն ժամանակ էլ տարիքային sense տարբերությամբ։ Տարբեր էր, փոքրերն էին ավելի, այդ երբ որ աղետի գոտու համար էր, հիմնադիրը մեր հայրն է, ու իր նպատակը աղետի գոտու երեխաներին ինտեգրելը, թերապիայի նման մի բան մատուցելը բնության հետ շատ բազմակողմանի էր, երբ դեռ հայրս կար, որոշակի ժամանակ շեշտադրումները ավելի փոքր տարիքի վրա էր։ Հետագայում քիչ-քիչ իրականում ամեն տարի ինչ-որ փոփոխություն լինում է։ Հիմնական գիտեք ինչ է բերից նաև դրան, երբ որ դու փոքր հետ աշխատում ես, ես նաև դաս եմ դեր տաթևիկն էլ հայրս է դասատ երկար տարիներ մենք դաս ենք տվել։ Երբ որ դու փոքր հետ աշխատում ես, դու զգում ես, որ այդ աշխատանքի հետևում պիտի լինի անպայման նաև աշխատանք տանը դպրոցում։ Այս process-ը ինքը բերում է երեխաներ, հետո իր ավակ քույր եղբայր տարիքը, հետո ծնողներ, մենք այդպես ծրագրերել ենք ունեցել, որ մայրը երեխայի հետ էր մասնակցում։ Ծրագիրը հենց միայն մայր-երեխա այդ տեսակ էր, որ մայրն է կարող աշխատի, երեխան է կարող աշխատի եւ կարան իրար չխանգարեն։
կարան այդ եզրը միասին գտնեն, որտեղ շատ հաճախ մենք քանի որ հայրս ինչով էր այդ ծրագրերի հիմնական սկիզբը ինչի համար ասում էր երկիրը կարող է լինի բարդ քաղաքական, տնտեսական, չգիտեմ, ինչ որ աղետի կամ իրավիճակի մեջ, բայց մենք պետք է կարողանանք այդ պարագայում էլ նույնիսկ գտնենք այն եզրերը, որ եկող սերունդի համար, այդ փոքր մանկապատանի համար, ով որ մեծանում է, ինքը մեղավոր չի դրանում, որ այդ ամեն ինչը տեղի ունեցել։ Կարողանանք գտնենք իր համար ինքնադրսևորվող մի հրաշք, մի բան, որով ինքը միևնույն է սիրի իր երկիրը, հայրենիքը, իր բնությունը, դրանով այդ հարստությունից ինքը վերցնի։ Այդ ֆիլմերում այնտեղ կային շատ պապան նշում այդ բանը, ասում է տեսեք, այնտեղ հարց հատած ծրագրողը, ասում է որն է, ասում է տեսեք, այս երեխան վաղը ստեղից անցնելուց սրան վերաբերում որպես իր տուն։ Ինքը գյումրեցի է, բայց ապարանի է անտառ, իր համար արդեն շատ հարազատ է լինելու։ Այս գետակը, այս արբակը, որ հոսում է, ինքը արդեն ճանաչելու է, ինքը արդեն գիտի, որ ստեղ խմելու ջուր կա, ինքը գիտի այս ամեն ինչը։ Ու գիտեք, հետաքրքիր, այն ժամանակ շատ բաներ մի քիչ ուրիշ կերպ էին իջնում, տարիները որ անցան, մեզ թվաց, թե ինչքան ժամանակ է, 10 տարի անցավ ընդամենը։ 10 տարի հետո այդ երիտասարդ այդ մանկապատանները արդեն տարբեր երկրներ էին գնում գալիս, որոնք որոշները արդեն պաշտոններ ունեցան։ Ու երբ որ պապան այն ժամանակ ասում էր դուք չեք պատկերացնում ինչքան հարուստ է մեր երկիրը, մարզեր եկած այդ երեխեքին, ասում էր խմելու ջուրը, գետը, բան իրանց համար դա առօրյա սովորական մի բան էր, որ ուղղակի ոտի մոտ կար էլի։ Բայց երբ որ իրանց մոտ այս ստացվեց այդ ժամանակը, դու երբ որ Եվրոպայում լինում ես 3-4 օր ու դու խմում ես այդ ջուրը ու անդադ չես հագնում, դու սկսում ես 5-6 օրը հայտնաբերել, որ դու ջրի իսկական առողջ մաքուր ջրի կարիք ունես։ Դու երբ որ գալիս ես տեսնում ես քո երկին ինչքան հարուստ է այդ սովորական խմելու ջուրը, որ մենք ասում ենք այդ համով, մեր միրգը ամբողջությամբ, մեր ուտելիքը, մեր սնունդը ամբողջությամբ բոլորը համ ունեն, հոտ ունեն։ Ու այս ամեն ինչը անցալելու համար դու պիտի գնաս, դու պիտի տեսնես այ հայրենաճանաչությունը, սա դու ճանաչես քո հայրենիքը, քո բնության հետաքրքրությունը։ Դե Շվեյցարիայում սենսա չգիտեմ այնտեղն էնցա լանդշաֆտն էնցա։ Այս մի փոքր մեր հայրենիքի վրա մենք գրեթե ամբողջ աշխարհի ռելիեֆը ունենք։ Այնքան հարուստ է մեր երկիրը, բայց այս ամեն ինչը պիտի ճանաչենք, որ կարողանանք արժևորել։ Ուղղակի կիրթ բառերով ասել, այ քո հայրենիքը բարի ջան, դու պետք է շատ դու հասկացար, այո, իհարկե արդեն շատ եմ սիրում։ Տենց չես կարա։ Ինքը պիտի հասկանա այդ հայրենիքը ինչ է, ինքը պիտի հասկանա այդ հասկանալն է գալիս իհարկե շատ ճամփորդելուց համեմատություններ ունենալուց, որովհետև երբ դու աշխարհը չես տեսել, դու նաև քո հայրենիքի արժեքները չես գնահատում։ Պիտի տեսնես աշխարհը, որ հասկանաս ինչն է այստեղ ավելի արժևոր, կամ ինչն է այստեղ թերի, որը կարելի է, չգիտեմ, աշխատել իր վրա ու փոխել։ Եթե դու գիտես մենակ ես, հիմա եթե մարդ իր ողջ կյանքում մենակ մի գործ է արել, մենակ այդ մի գործն է արել, ինքը ոնց կարող է ունենալ լայն մտահորիզոն կամ պատկերացումներ։ Ինքը ողջ կյանք այդ մի բանը արել է, տենց անում է, միջև այսօր էլ ոչ մի բան չի աճում, նույն բանը անում է անընդհատ։ Շատ նուրբ հարց գիտեք, շոշափեցիք, որը մի քանի օր առաջ մենք քննարկել ենք ավագ սերնդի դասախոսների հետ, մանկավարժներ, դասախոսներ, հարցը հետևյալն էր, որ անընդհատ մնում է այս մի հատ չգիտեմ ոնց նշեմ դա, որ ավելի ճիշտ հնչի, այդ կրծեր սերունդի այդ քոլեջային, ինստիտուտային, միգուցե նաև դպրոցի հետ վերջի տարիքը, որ հադե մեր ինչին է պետք բան, իզու եք տանջվում, այդքան ասում ենք, բան բացատրում ենք, բայց գիտեք, երբ որ դու ասում ես, տալիս ես այդ գիտելիքը, անկախ նրանից փոքր է, մեծ է, թե ինչ է, երբ որ ժամանակը անցնում է, հենց ինքը հայտնվում է այդ իրավիճակում, ինքը սկսում է արժևորել։ Ինքը միգուցե չի լսելու, ինքը միգուցե խանգարելու է, ինքը միգուցե չի մոտենալու այդ մոտեցման, նույնիսկ մեծերը, երբ որ դու 1-2 սովորական բակային խնդիրներ, ցանկացած խնդրի դեպքում, մարդիկ շատ են, չէ՞, երբ հիասթափված, հոգնած բան ասում ես, բայց գիտես, տենց չի լուծվի խնդիրը։ Այ եթե դու այս ծաղիկը, այ սենց մոտեցումով դու տանես, դե ասում ես, սենց մեկի մի քանի ժամանակ ասած, տեսնում ես ինքը սկսես դա անել։ Երբ որ ինքը, եթե քո ասածը իսկապես անկեղծ բան է, ճիշտ բան է, ոչ թե ուղղակի պաֆոսով հնչող բառեր են, որը որ անտեղի դու օգտագործել ես բան Երևալու համար, ասենց բան կամ ինչ որ sense բան շահելու համար։ Եթե դու իսկապես ինչ որ կարևոր բան ես տվել, որը իսկապես կշիռ ունի, անպայման դա եթե ոչ այսօր, եթե ոչ վաղը, ինքը շատ որոշակի ժամանակի մեջ հստակ որոշակի արդյունք է տալու։ Կամ միգուցե դու շատ ես տվել, ինքը քիչ է վերցրել, բայց անպայման վերցրել, կամ դու քիչ ես տվել, ինքը շատ կշատացնի կվերցնի։ Եթե դու ճիշտ բան ես տալի, ճիշտ բան ես անում, անպայման վերցնում։ Դրա համար այստեղ մի հատ բան կա, որ ես հիմա էլ եմ շեշտում, որ ես համաձայն չեմ, որ ասում են, դե մեկա, դե հիասթափել են, դե իմաստ չունի, չէ, ունի, հաստատ պետք է անել։ Միանշանակ այդ օգուտ տալիս է, դա միանշանակ արդյունք տալիս է։ Այլ բան է, որ դա պետք է անընդհատ անել, դա պետք է հարստանալ, դա պետք չի բավարարվել, որ եթե դու մի բան գիտես, մի բան տվել ես, այ դրա համար
բան ասեցի, շատ լավ եք նշում, շատ հետաքրքիր եք ասում, որ երբ որ դու մի բան տվեցիր, ասեցիր, չի նշանակում որ դրա վրա պիտի կանգնես ու այդ մարդուն 30 տարի, 50 տարի նույն բանը ասես, կամ բոլորին դա ասես։ Դա հարստացրա, դա տալ առաջ, որ այդ մարդու մոտ սկսվի աշխատել այդ մեխանիզմը, ինքը ինքնուրույն սկսի ուսումնասիրել, որ դու հավերժ իրան չես դաստիարակելու մինչև 90 տարեկան։ Ինքը պիտի իրան դու պիտի տաս մեխանիզմ, չինական մեխանիզմը, որ ասում են, ես իրան տվեցի ցանց, ես իրան ձուկը չտվեցի, ցանցը տուր եւ իրան ցույց տուր ինչքան կարեւոր բան է, ինչքան պիտանի բան է, որ ինքը սկսի արդեն ինքը ձգնորսությունալ, մյուսին սովորացնի։ Այնքան լուրջ հարցեր են ասում ժողովուրդ, ասում դուք իսկապես կարծում եք որ դուք իզոլոկ եք հարցը լուծելու, ասում եմ, բա ինչ, ասում տարական բան, ձեր բակը, բոլորիս բակերը որ հիմա նայեք, չէ, մեր բոլոր երևանցիների բակերը եւ նաեւ մարզերում էլ այդ նույն վիճակը, իդեպ ասեմ ձեզ, գյուղեր կան թե փոքր քաղաքներ, վստահ եմ որ տեսած կնեք եթե այցելել եք։ Ամենտեղ մի ձև ապականված է։ Ասում դուք միջև այդ բարձր խնդրից եք խոսում, հասարակ բան, հələ ձեր բակի ախպերը մաքրեք, որ ձեր երեխեքը խաղում են, կամ մի թույլ տվեք կեղտոտեն։ Մեծ մասը բակ չի իշնում, ասում են այգի չկա։ Ասում եղբայր, այգի հետո պիտի գա Քամար Սարգսյասի, այն 4 թաղամասենկոմ հեսա փիրուստատիկ իր թորնիկի հետ գաստ է խաղա։ Ձեր բոլորի բակերում կա, չէ՞, շենքերի բակերում կա, բայց որը դե հիասթափվել ենք դուք, տենց չեն հիասթափվելով չեն պետության քաղաքացի լինում։ Պետությունը ինքը արդեն ձևաչափ է, քաղաքացին դա ստեղծողն է, դրա կարողն է։ Մենք որպես քաղաքացի մենք պարտավոր ենք մեր ստեղծածին տեր կանգնելու։ Մեր կնոջը, մեր երեխաներին, մեր ապագային փոխանցելու այն ինչը որ արժեք է։ Մենք չունենք իր, մենք փչացնում ենք, հետո ասում ենք սերունդը սենց չվերցնեց։ Հետո այն սերունդը մի ուրիշ բան ասում, երբեք պետք չի մարդ մանգալ, որ մեղավոր լինի մեր սխալների մեջ։ Ես ոչ թե ասում եկեք բանով սենց վարդագույն ակնոցներով նայեմ։ Չէ, իրապես եթե սխալ է եկեք գտնենք որն է այդ եզրը։ Եթե չեք ուզում մարդ մանգանք, որ ինքը մեր ասում մեղավոր փնտրի, այդ քարոզը ամեն օր արվում է։ Ես չեմ մեղավոր, դուք եք մեղավոր։ Նայեք ինքը բնության մեջ։ Այդ քարոզի մեջ չեք կարող ուրիշ բան ասել, որը ամեն օր տարիների վեր քարոզվում է։ Ես կապ չունեմ այդ սխալների հետ, դուք եք մեղավոր։ Հենց մենք այդ քարոզից հեռու ենք, մենք գործնակ, օրինակ պապան շատ երեխեք ինչն էին սիրում, դե մարզերի երեխեք էին, բնության մեջ ինքը 3 կառույց էր ստեղծել, մեկը խոհանոցը, մյուսը արվեստանոցը եւ տուալետը։ Դուք պետքա տեսնեք ինչքան սիրուն տուալետ էր դա փայտից պապան էր սարքել, այտենց լեգոյի նման, հա, ներկառուցվող, ներկվում էր ամեն տարի, այսինքն բնության մեջ տուալետի կուլտուրա, նաև էլի հավաքվող բաղնիք էր սարքել խոհանոց եւ ինչ շատ սիրուն էր նաև արվեստի գործեր էին այդ բոլոր կառույցները, նաև արվեստանոցը։ Ու այդ երեխեքը գալիս էին ուրախանում են, օրինակ ես տարիներ հետո Մոնտեսորի մեթոդին ծանոթացա, երբ 3 տարեկան երեխաներին ամեն ինչ թույլ են տալի, բայց ասում են խաղացիր, հավաքի դիր տեղը ու հետևում են որ անի, ոչ թե ասում են արա ու գնում են։ Այդպես էլ պապան էր, ասում էր հենց հիմա այդ բալիկ ջան, դու եկար մաքուր ես, չէ, այդ կանֆետի թուղթը աղբն ես թափում։ Արևածաղիկ ստեղ չեն կուտում։ Կավով քանդակեցինք, ամեն մեկը իր կավը միջև չի հավաքում, չի թրջում, դա շատ երկար process է, երբ որ աշխատում ավարտում ես հավաքելը, հա։ Տարական դասյարակություն, որը պիտի գար նաև տնից։ Բայց ինքը ստիպում էր, սովորաբար խմբակներում եւ այլն, ասում են լավ, դուք թողեք մենք կհավաքենք, գնացեք երեխեք ընտանիքներում։ Նրբություն կար, որ Տաթևիկին հեսա լրացնեմ, ինքը այդ բանը։ Մեր ժամանակ ուղղակի արդեն սպառվել է։ Մենք շատ շնորհակալ ենք։ Ցավոք, այո, արդեն հատել ենք էլ ժամանակը, բայց ես հուսամ, որ իրականում են մարդիկ, ովքեր ունեն ինֆորմացիայի պակաս եւ ունեն գուցե դրսևորվելու պակաս, գիտելիքի, այո, կկարողանան այստեղ գտնել իրենց, կամ ինչով են ուզում զբաղվել, կամ ինչով են լավ ուզում զբաղվել ու փորձեն ձեր միջոցով անել դա ավելի լավ։ Շնորհակալ ենք, որ մեջուրն եք։ Սիրելի հեռուստադիտողներ, գովազդ մեր եթերում, որից հետո կշարունակենք։